Բարև ջան, Բարև ձեզ, շատ ուրախ եմ տեսնել։ Այս ամեն ֆոտոթը վերել ենք, որ ինքը իր բուժումները, իր, չգիտեմ, հերթական պատվաստումները ստանա, ոնց որ դուք ասած մասնագիտորեն, ինչ պետք է արվի։ Եկեք տեսնենք։ Գնացինք։ Ահա, լամսեկանը կլրանա, խնդրում եմ ասես իր այդ ինչ գործողություններ պետք է արվի, ինչ պատվաստումներ, որ ինքը առողջ լինի։ Հիմա ասում ձեզ, որ տեղեկ ենք, մինչև ճիճվա թափությունը արել եք, իրան արդեն իր սխեմատիկ վակցինացիաների ժամանակն է։ Այսօր իրան առաջի վակցինացիան կանենք, կարանտինը պահելուց հետո 21 օր հետո կբերեք արդեն իրան երկրորդ ռևակցինացիային։ Ընթացքային ձեզ կնշանակեմ ես վիտամիններ, կտակ վիտամինները, որ մեր շունիկը առողջ լինի, ոսկորները պինդ լինեն, դեֆորմացիաները այո չլինի, ռախիցիզմ, դիսպլազիա, ոչ մի բան չունենանք, առողջ շունիկ ունենանք։ Շատ լավ, իսկ այս պայմանությամբ իրավիճակը ոնց կգնահատես։ Իրավիճակը շատ նորմալ է, համապատասխանում է իր տարիքի, իր քաշին, ընդհանուր վիճակին, ոչ չաղ է, ոչ նիհար է, նորմալ շուն է։ Շատ լավ։ Մեր գրաֆն է ինքը։ Մեծ սարեր է գալու, ես դրա համար եմ իրան բերել պահեմ, նվիրել են իրան ինձ, որ հետը ստանեմ սարեր, մեր հայկական լեռներում բան են իրան վայել տեղերում ինքը պտտվի էլի, քանի որ ինքը գամփր է, իրան համահունչ միջավայրում լինի էլի։ Հասկացա, սարերի համար էլ առանձին պրոֆիլակտիկաներ ունենք, ճիճվաթափերը մեր, լվաթափերը անպայման սարերում մեր լիքը պարազիտներ կան արտաքին, լվերը, տզերը, մոծակները, որ շունը ավելորդ անգամ չհիվանդանա, լինի առողջ, մշակումները, որ ցանկալել պարտը դիմի։ Շատ լավ։ Առաջի հերթին շան համար, երկրորդ հերթին արդեն մեր։ Շատ լավ։ Ճո, բայք արդեն պատվաստենք։ Всё, առողջություն քեզ։ 15 օր պահում եք կարանտին, չեք լողացնում, կերակրային խախտումներ չեք անում, դրսի կոշիկների հետ չի շփվում, ուրիշ կենդանիների հետ չի շփվում, բայց փորձենք։ Այսքանը։ 5-7 6 Գրաֆ։ Հա, գրաֆ։ Իր տարիքի համապատասխան, вообще իրանք մի քիչ ավելի մեծ են քաշով լինում, կմփրչուն են լինում, բայց հիմա նայ, որ ասում եմ ես ինքը համապատասխանում է ինքը իրան, էլի, ինքը այս իր չափի համապատասխան, քաշի համապատասխան ոչ նիարա, ոչ է բանա, չաղը, որ տվելում է այսքան շուն են բերում 5 կիլո։ Ասենք եթե ինքը ես հիմա կոմբինացիայով իրես կոնֆիգուրացիայով լիներ ինքը օրինակի համար 5 կիլո ավել, ինքը լինելու էր չաղ, որտեղ ծուր սենց դանդալոշ դժվար շարժվող կենդանի։ Դրա համար կերակրելուց ես այդ շատ բան չեմ արել, որ ինքը համաչափ են, որ ճիշտ ձևով աճի, նագրոսկա չլինի իր։ Շատ պահողներին թվում է թե ինքը նիհար է, բայց իրականում ինքը նիհար չի, ինքը երկար է, բոյով է իրականում, բոյովանում է։ Դրա համար իր ոնց որ ասած կերածը իր վրա չի երևում, անընդհատ տիրոջը թվում է թե նիհար է ինքը։ Դրա համար շատ պահողների մոտ տարածված բան է, սխալ ոնց որ պահելա ձևը, որ այդ ընթացքում սկսում են բտել կենդանում։ Չի կարելի տենց, որովհետև այդ ընթացքում կենդանին արագ, շատ արագ մկանային զանգված է հավաքում, բայց իր ոսկորային մասան չի հասցնում այդքան արագ զարգանա, ինչքան որ մկանները։ Դրա համար իրանց մոտ սկսվում է տարբեր տեսակի ոսկրային հոդային խնդիրներ։ Բա ժողովուրդ ջան, լսեք հայկին, կենդանիներին տես մի բթեք, սնունդը պետք է լինի չափավոր։ Այսօր ինքը ստացել է ստանդարտ վակցինացիա վիրուսների դեմ, հատկապես պարվավիրուսային էնտերիտի չումայի դեմ, լեպտոսպիրոզի դեմ, այ կակրած լեպտոսպիրոզը սարերում հետագայում կգնա լուժաներից ջուր կխմի, առավել խոցելի վտանգավոր է, խոցելի վիճակում կհայտնվի։ Հիմա պատվաստվել է դրանց դեմ 21 օրից, ինքը ունի ռևակցինացիա, նույն վակցինան պետք է ստանա։ Դա ապահովում է կայուն իմունիտետ տվյալ հիվանդությունների համար։ Շատ լավ, շնորհակալություն շատ Այգ ջան։ Նմանապես շնորհակալ եմ ձեզանից։ Սրանք վիտամիններն է, քոշան, պրոֆիլակտիկ ու կանխարգելիչ միջոցներ է, հոդերի պրոտեկտորներ, խոնդրոպրոտեկտորներ եւ ոսկորների պնդության համար։ Որ այդ ոտքերի դեֆորմացիաներ, այո, ռախիցիզմ, դիսպլազիաներ չունենանք, բացառենք։ Շատ լավ Այգ ջան։